Այսօր առավոտյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյանի 4-րդ փողոցի 22-րդ շենքի բակում կենտրոնացել էին միաժամանակ տարածքի ոստիկանության և տարածքային կառավարման արտակարգ իրավիճակների նախարարության, փրկարարական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբի աշխատակիցները։ Շենքի բնակիչներից մեկը Հովհաննես Այվազյանը սպառնացել էր պայթեցնել որոշ անձանց, քանի որ վաղ առավոտյան մահացել էր իր միակ որդին 21-ամյա Աշոտ Այվազյանը։ Տանը հիվանդ պարկած է եղել տղեն։ Իսկ որ սպառնալիքում եք։ Էդի մենք չենք լսել, չգիտենք։ Մենակ գիտենք, որ երկար ժամանակ տանը պարկած է եղել։ Բանակից շուտ է եկել, չի ծառայել լրիվ եկել է։ Երևի մի տարի առաջ եկել է ու հիվանդ է եկել։ Մենք ինչ որ բանակում դեպքեր եղել, մոտավորապես տենց ենք լսել։ Վնասվել է, վիրավորվել է, ընկել է, տենց բաներ էլի կռիվ է եղել։ Ինչ որ վնասվել է, հայրը գնաց, օգնեց, բանալեց, բերեցին, բուժեցին։ Դա երևի մի տարի առաջ, չէ՞։ Բայց գիտեք ինչն էր վնասը։ Չէ, չգիտենք։ Գեմատոմա եղել, գեմատոմայից չարվորա կրսկավանդակի։ Թոքերի եւ սրտի կենտրոնում։ Բանակում է դա։ Բանակում է։ Աշոտ Այվազյանը հաշմանդամություն է ձեռք բերել բանակում։ Նա զորավարժության ժամանակ զինտեխնիկայից հարված է ստացել կրծքավանդակին, որը կարճ ժամանական զինվորի առողջության վրա մահաբեր հետևանք է թողել։ 2012 թվականին գնացել է բանակ 1.5 տարի անց զորացրվել դեպքի պատճառով։ Առողջապահության նախարարության ցուցումով Աշոտը բուժում կարող էր ստանալ արտերկրում, բայց ժամանակին միջոցներ ձեռք չեն առնվել։ Այսօր էլ արդեն ուշ է որևէ քայլ նախաձեռնելու համար։ Չէ, նկարել։ Ապեր մեղավոր եմ, որ ցաղեմ։ Երեխես մեռա վրա, սպանեմ ցավը տանեմ։ Չեմ սպանի, սուտ եմ ասում։ Ես ուրիշին վնաս չեմ տա։ Աշոտի հարազատներն այսօր չհամաձայնվեցին տեսախցիկի առջև խոսել։ Չէ ոնց կանեմ։ Երեխուն հետակ բերելու այդքան բան անում ես։ Մեռավ է տերը։ Որ մեռավ էլ ինչ ես ընկել։ Մի հատ բան խոստուր էլի։ Գեներալներից ով գիտես։ Ով կա իրաց մի հատ խաբարտու, որ երեխես մեռավ, որ իրանք մեռան։ Կլի։